Ինձանից մինչև ես, Վանաձորցի բանաստեղծ Զուլոյի Սամվել Զուլոյանի մահից 25 տարի անց առաջին անգամ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվում է նրա պոեզիան։ Ռեժիսորը նշում է, Զուլոյի ստեղծագործությունները բեմականացնելը պատասխանատու գործ է և պահանջում է խորքային մոտեցում։ Դա հոգու պարտք է, իմ քաղաքի պատիվն է, իմ լորեցին է, իմ մեծ գրողն է, որի մասին ես միշտ երազել եմ, որ ներկայացում բեմադրեմ։ Ներկայացումը բանաստեղծության, դիալոգներ և պլաստիկայի վրա է կառուցված։ Շարժում, լույս, երաժշտություն և Զուլոյի բանաստեղծական աշխարհը։ Բեմում դերասանները ոչ միայն պատմում են ասմունքում, այլև կերպարների միջոցով զգում, վերապրում ու փոխանցում երջանկահիշատակ բանաստեղծի մտորումները։ Ծնվեցին հիմար, մեռան իմաստուն։ Տպավորություն է, որ հոգու ճամփորդություն է տեղի ունենում, որտեղ մարդը որոնում է իր ինքնությունը ու այդ որոնման ճանապարհներին անցնում է թե մանկության հուշերի միջով, թե սիրո հայրենիքի, թե մահվան եւ անգամ հոգու մաքրման միջով։ Նա կարող է արտահայտել մի խոսք եւ զուգահեռ ցույց տալ հոգեվոր դաշտում տեղի ունեցող որևէ երևույթ, օրինակ ինչպիսին է մարմնի անկումը եւ հոգու վերելքը։ Իմ Զուլոն հոգու պոետ է, հոգին է մարդու։ Զուլոն բոլորի համար տարբեր է, ինչպես բազմաթիվ այլ հեղինակներ, երբ փորձում ես հոգիդ ցույց դնել աշխարհին ու փորձում ես հասկացնել, թե ով ես դու, այդ հարցը թե ով ես դու, Զուլոն իր բանաստեղծություններում դա տալիս է, թե ով ենք մենք։ Յուրաքանչյուր գործի մեջ ամեն մարդ կգտնի իր ընկերոջը, իր սիրելիին, իր բանաստեղծին։ Աբելյանցիները համոզված են Զուլոյի աշխարհն ու այն ներկայացնելու նոր մոտեցումը անտարբեր չեն թողնի արվեստասեր հանրությանը։ Երկինքը պարզ ու ջինջ, արևն անշարժ մի կետ և աղտակարգը ոչինչ։ Ինչ որ կռունկ հոգնած։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։